Պատկերացրեք, հարազատ հայրը միլիոնները կտակում է ոչ թե ձեզ, այլ փողոցից հայտնված անծանոթի։ Երբեմն ատելությունը այնքան է կուրացնում, որ մենք չենք նկատում ամենակարևորը։ Հզոր կլանի ժառանգորդուհին որոշում է դժոխքի վերածել խեղճ որբի կյանքը, կարծելով, թե պաշտպանում է ընտանիքի պատիվը։ Նա օգտագործում է իր ողջ իշխանությունը, ոչնչացնելու համար մեկին, ով պաշտպանվելու ոչ մի հնարավորություն չունի։ Սակայն ամենադաժան հարվածը նրան հասցնելու է ոչ թե այդ աղջիկը, այլ հենց այն ճշմարտությունը, որը թաքնված է ոսկե դարպասների հետևում։ Բայց ամենասարսափելին այն պահն է, երբ դիմակները պատռվում են։ Դուք կտեսնեք, թե ինչպես է հաղթանակի ծարավը վայրկյանական վերածվում անասելի ողբերգության։ Մի հին լուսանկար և մոռացված մեղք իզորու են փոխել ճակատագրեր։ Այսօր դուք ականատես կլինեք մի բացահայտման, որը ստիպում է անգամ քարե սրտերին արյուն արտասվել և ծնկի գալ սեփական զոհի առջև։ Պատրաստվեք, որովհետև այս դրամայի ավարտը կփշրի ձեր հոգին ու կստիպի վերանայել ամեն ինչ։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք։ Արշակյանների շքեղ առանձնատան ընդունարանում լռությունը ծանրացել էր ինչպես կապարե վարագույր, իսկ դրսում մոլեգնող փոթորիկը կարծես գուժում էր գալիք աղետը, երբ փաստաբան Ավետյանը դողդոջուն ձեռքերով բացեց կնքված ծրարն ու ընթերցեց հանգուցյալ Լևոն Արշակյանի վերջին կամքը, որը շանթահարեց ներկաներին։ Կաղնեփայտե սեղանի շուրջ նստած սևազգեստ հարազատների աչքերում սառած ագահությունը վայրկյանական վերածվեց ցասման, երբ պարզվեց, որ կլանի ամբողջ հարստությունը կտակված է ոչ թե ընտանիքի անդամներին, այլ որբանոցից մի անհայտ աղջիկա՝ Մարիային։ Ելենան, ընտանիքի ավագ դուստրը և օջախի երկաթե պահապանը, դանդաղ շրջվեց բուխարու մոտից, և նրա սառը հայացքում կարդացվում էր միայն մեկ նպատակ՝ ոչնչացնել այդ անկոչ հյուրին, ով համարձակվել էր ոտնձգություն կատարել իրենց ժառանգության նկատմամբ։ Ուստի նա հենց այդ պահին երդվեց դժոխքի վերածել այդ աղջկա կյանքը։ Միևնույն ժամանակ, քաղաքի մյուս ծայրում, խոնավ ու ցուրտ հանրակացարանում, 20-ամյա Մարիան սարսափահար նայում էր հեռուստացույցի էկրանին, որտեղ լրատվամիջոցները արդեն քննարկում են իր հանկարծակի հարստությունը, և նա, ով մինչ այդ պայքարում էր օրվա հացի համար, հանկած հայտնվեց անծանոթ ու վտանգավոր խաղի կիզակետում։ Ելենան ժամանակ չկորցրեց և գործի դրեց իր բոլոր կապերը, սկսելով անողոք հետապնդում, որի արդյունքում Մարիայի մասին մամուլում հայտնվեցին կեղծ ու ստորացուցիչ հոդվածներ, նրան հեռացրին աշխատանքից և անգամ փողոցում մարդիկ սկսեցին մատնացույց անել նրան որպես խաբեբայի։ Երբ Մարիան, հուսահատությունից դրդված, գնաց Արշակյանների գրասենյակ, հրաժարվելու ժառանգությունից և խաղաղություն խնդրելու, Ելենան նրան դիմավորեց սառը արհամարհանքով ու խոստացավ, որ չի հանգստանա, մինչև նրան հողին չհավասարեցնի, առանց իմանալու, որ ճակատագիրը նրանց համար պատրաստել է դաժանագույն անակնկալը։ Իրադարձությունների ընթացքը կտրուկ շրջադարձ ստացավ, երբ ծեր փաստաբան Ավետյանը, չկարողանալով այլևս տանել անարդարությունը և տեսնելով Մարիայի տառապանքը, որոշեց խախտել տարիների լռության երդումը։ Նա Մարիային հանձնեց մի հին դեղնած փաստաթուղթ, ծննդյան վկայական, որը բացահայտում էր սարսափելի ճշմարտությունը։ Մարիան ոչ թե օտարական էր, այլ հենց Ելենայի դուստրը, որին 20 տարի առաջ նրա հայրը ստիպողաբար խլել էր և հայտարարել մահացած, ընտանիքի պատիվը փրկելու համար։ Միաժամանակ Ելենան, փորփրելով հոր թղթերը, գտավ գաղտնի օրագիրը և հասկացավ, որ իր ատելության թիրախը, այն աղջիկը, ում նա համակարգված ոչնչացնում էր վերջին օրերին, իր սեփական զավակն է, որի կորուստը նա ողբում էր 2 տասնամյակ։ Այս բացահայտումը փշրեց Ելենայի քարե սիրտը, և նա, խելագարի պես դուրս վազելով տնից, սլացավ դեպի կայարան, քանի որ իմացել էր, որ Մարիան պատրաստվում է ընդմիշտ լքել քաղաքը։ Կայարանում տեղի ունեցավ դրամայի գագաթնակետը, երբ Ելենան տեսավ, թե ինչպես է իր եղբայրը Կարենը բռնի ուժով փորձում Մարիայից կորզել ժառանգությունից հրաժարվելու ստորագրությունը։ Մայրական բնազդերը, որը քնած էր տարիներ շարունակ, ժայթքեց հրաբխի պես, և Ելենան, վիրավոր էգառյուծի կատաղությամբ հարձակվելով եղբոր վրա, ազատեց դստերը նրա ճանկերից։ Ամբողջ կյանքում հպարտ ու անմատչելի կինը ծնկի իջավ կեղտոտ կառամատույցի վրա, բազմաթիվ անցորդների աչքի առաջ, և արցունքն աչքերին աղերսեց Մարիային չգնալ, խոստովանելով իր մեղքն ու սերը։
Մարիան կանգնած գնացքի աստիճաններին նայեց այդ կոտրված կնոջը և հասկացավ, որ ոսկին ու հարստությունը ոչինչ են արյան կանչի դիմաց, ուստի նա իջավ գնացքից ոչ թե ժառանգության, այլ մորը գտնելու համար, և նրանց գրքախառնությունը դարձավ նոր կյանքի սկիզբ, որտեղ նրանք որոշեցին ամբողջ կարողությունը ուղղել որբերի օգնությանը։ Սակայն անցյալի ստվերները այդքան հեշտ չեն հեռանում, երբ թվում էր, թե ամեն ինչ հարթվել է, հեռախոսազանգը խախտեց նրանց նոր գտնված անդորրը, հայտնելով մի լուր, որը կասկածի տակ դրեց նրանց ապագայի բոլոր ծրագրերը։ Ելենայի դեմքը մահացու գունատվեց, երբ լսափողից հնչեց ընտանեկան բանկի կառավարչի դողդոջուն ձայնը, որն հայտնում էր անհավանականը։ Արշակյանների կայսրության բոլոր հաշիվները սառեցվել էին րոպեներ առաջ, քանի որ Կարենը, վրեժով լցված եղբայրը, դատախազություն էր ներկայացրել կասկածելի, բայց իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթեր այն մասին, թե իբր հանգուցյալ Լևոնը կտակը կազմելիս եղել է ծանր հոգեմետ դեղերի ազդեցության տակ։ Սենյակում տիրող փխրում խաղաղությունը, որը հազիվ էր հաստատվել մոր և դստերի միջև, վայրկյանական փշրվեց, և Մարիան, ով դեռ չէր հասցրել լիովին գիտակցել իր նոր կարգավիճակը, զգաց, թե ինչպես է անցյալի սառը շունչը կրկին փչում իր ծոծրակին, կարծես հիշեցնելով, որ ինքը դեռ այն նույն անպաշտպան աղջիկն է հույսի տուն մանկատան խոնավ պատերի ներսում։ Մարիայի հայացքը սահեց շքեղ կահույքի վրայով, բայց մտքերը նրան տարան հետ, դեպի այն ճակատագրական օրը, երբ նա պարզապես լվանում էր փոքրիկ սրճարանի հատակը և երազում էր գոնե մեկ տաք վերարկու ունենալու մասին, մինչդեռ հիմա, կանգնած լինելով միլիոնների կենտրոնում, նա իրեն ավելի մերկ ու խոցելի էր զգում, քան երբևէ։ Մինչ Ելենան փորձում էր հեռախոսով հրահանգներ տալ իր իրավաբանական թիմին, ձայնի մեջ զսպելով աճող խուճապը, Մարիայի հիշողության մեջ վառվեցին իր միակ ընկերուհու՝ Անիի խոսքերը։ Ով մանկատան դաժան օրենքներով ապրող այդ փոքրիկ աշխարհում միշտ եղել էր նրա պաշտպանն ու խորհրդատուն։ Անին, ով իր կյանքի 22 տարիների ընթացքում տեսել էր մարդկային ստորության բոլոր դրսևորումները, միշտ զգուշացնում էր Մարիային, որ հանկարծակի տրված երջանկությունը հաճախ թաքարդ է, և հիմա, տեսնելով Ելենայի լարված դեմքը, Մարիան հասկացավ, որ ընկերուհին ճիշտ էր, նրանք հայտնվել էին մի սարդոստայնում, որտեղ յուրաքանչյուր սխալ քայլ կարող էր ճակատագրական լինել։ Կարենը միայնակ չէր գործում, նրա թիկունքում կանգնած էին քաղաքի ստվերային աշխարհի այնպիսի դեմքեր, որոնց համար Արշակյանների հիմնադրամը ուղղակի խոչընդոտ էր իրենց սև փողերը լվանալու ճանապարհին, և նրանք պատրաստ էին օգտագործել Մարիայի անցյալի ցանկացած մութ կետ նրան ոչնչացնելու համար։ Իրավիճակը ավելի սրվեց, երբ Ելենան, ավարտելով զանգը, դողացող ձեռքերով բռնեց Մարիայի ուսերից և խոստովանեց, որ սառեցված հաշիվները միայն սկիզբն են, քանի որ Կարենը սպառնացել է հրապարակել Մարիայի մանկատան անձնական գործից կորած էջերը, որոնց գոյության մասին անգամ ինքը Մարիան գաղափար չուներ։ Հենց այդ պահին առանձնատան դուռը ուժգին թաքեցին, և ներս խուժեց անձրևից թրջված Անին, շնչակտուր և սարսափահար հայացքով, ով, անտեսելով պահակների դիմադրությունը, վազեց դեպի Մարիան ու գոռաց, որ մանկատան արխիվում հրդեհ է բռնկվել։ Անին հասցրել էր դուրս բերել միայն մեկ կիսայրված թղթապանակում, որի մեջ կար մի լուսանկար, որը ոչ միայն հաստատում էր Մարիայի ինքնությունը, այլև բացահայտում էր մի սարսափելի գաղտնիք Լևոն Արշակյանի մահվան իրական պատճառի մասին, մի գաղտնիք, որի համար նրանց բոլորին արդեն մահվան դատավճիռ էր կայացվել։ Անիի դողդոջուն մատների արանքից սեղանին ընկած կիսայրված թղթապանակից դեռևս բարձրանում էր այրված թղթի և մոխրի սուր հոտը, որը վայրկյանական լցրեց Արշակյանների շքեղ ընդունարանի բույրը և ստիպելով Ելենային ետ քաշվել, կարծես այդ թղթերը ոչ թե փաստաթղթեր էին, այլ թունավոր օձեր։ Մարիան, ում սիրտը թփրտում էր կրծքավանդակում ինչպես թաքարդ ընկած թռչուն, մոտեցավ սեղանին և հայացքը հառեց միակ պահպանված էջին, որի վրա հազիվ նշմարվում էին լաբորատոր փորձաքննության արդյունքները և մի ամսաթիվ, որը նախորդում էր Լևոն Արշակյանի մահվանը ընդամենը 3 օրով։ Թղթի վրա, սևով սպիտակի վրա գրված էր մի քիմիական միացության անուն, որը, ըստ եզրակացության, հայտնաբերվել էր ծերուն ու արյան մեջ և որը, փոքր չափաբաժիններով ընդունելու դեպքում, առաջացնում էր սրտի կանգ, նմանակելով բնական մահը, ինչը ստիպեց Ելենային սարսափահար շշնջալ, որ հայրը ոչ թե մահացել է, այլ նրան սպանել են, և այդ սպանությունը ծրագրված է եղել ամիսներ շարունակ, հենց այն մարդկանց կողմից, ովքեր հիմա փորձում էին խլել ժառանգությունը։ Իրավիճակի ողբերգականությունը կայանում էր նրանում, որ այս ապացույցը երկսայրի սուր էր, քանի որ եթե նրանք հիմա դիմեին ոստիկանություն, Կարենը, օգտագործելով իր կապերը և սառեցված հաշիվների փաստը, հեշտությամբ կարող էր ամեն ինչ շրջել նրանց դեմ, մեղադրելով Ելենային հայրասպանության մեջ, ժառանգությանը շուտ տիրանալու նպատակով։
Ելենան, ով սովոր էր բոլոր խնդիրները լուծել մեկ հեռախոսազանգով, վերցրեց բջջայինը եւ հավաքեց քաղաքի գլխավոր դատախազի անձնական համարը, ում հետ նրանք տարիներ շարունակ ընտանեկան բարեկամներ էին, սակայն երկարատև զանգերից հետո լսվեց միայն սառը եւ անտարբեր ձայնը, որը հայտնեց, թե դատախազը խորհրդակցության է եւ չի կարող պատասխանել, ինչը Ելենայի համար հավասարազոր էր դավաճանության խոստովանության։ Նա հասկացավ, որ իր հեղինակությունը, որը կառուցվել էր տասնամյակներով, փլուզվել է մի քանի ժամում, եւ հիմա, երբ փողերը սառեցված են, նախկին դաշնակիցները վերածվել են թշնամիների կամ լուր դիտորդների, ովքեր սպասում են առյուծի անկմանը, որպեսզի բաժանեն որսը։ Դրսում որոտացող ամպրոպը կարծես արձագանքում էր ներսում տիրող քաոսին, երբ հանկարծ տան անվտանգության համակարգի ազդանշանը սկսեց տագնապալի ճչալ, եւ մոնիտորների վրա երևացին 3 սև ամենագնացներ, որոնք ջարդելով դարպասները մտան առանձնատան տարածք։ Անվտանգության պետը, ով երդվել էր ծառայել Արշակյաններին, ներս մտավ գունատ դեմքով եւ ցածրաձայն հայտնեց, որ եկողները ոստիկաններ չեն, այլ մասնավոր վարձկաններ, եւ որ իր տղաները հրահանգ են ստացել չդիմադրել, քանի որ նոր տերը Կարենը սպառնացել է նրանց ընտանիքներին։ Մարիան, զգալով մոր ձեռքի սառնությունը, հասկացավ, որ իրենք մնացել են լիովին մենակ հսկայական դղյակում, որը վայրկյանների ընթացքում վերածվեց թաքարդի, իսկ դրսից լսվող ծանր կոշիկների ձայները գուժում էին անխուսափելի բախման մասին։ Ելենան, հայացքը հառելով դստեյը, մի պահ տատանվեց, ապա վճռականությամբ բռնեց Մարիայի եւ Անիի ձեռքերից, քաշելով նրանց դեպի գրադարանի հին պահարանը, որի հետևում թաքնված էր դեռևս պապի ժամանակներից մնացած գաղտնի միջանցքը, սակայն երբ նա փորձեց գործի դնել թաքնված մեխանիզմը, պարզվեց, որ այն արգելափակված է դրսից, եւ սենյակի լույսերը հանկարծակի անջատվեցին, նրանց թողնելով խավարի եւ մոտեցող քայլերի ձայների մեջ։ Խավարի մեջ, որտեղ միակ լույսի աղբյուրը դրսից ներթափանցող կայծակի ցոլքերն էին, Մարիայի սիրտը խփում էր կրծքավանդակում այնքան ուժգին, որ նրան թվում էր, թե այդ ձայնը կարող է մատնել իրենց թաքստոցը, իսկ շնչառությունը դարձել էր ծանր ու ընդհատվող, կարծես օդը սենյակում հանկարծակի խթացել էր, վերածվելով խեղդող մշուշի։ Դռան հետևից լսվող ծանր քայլերը եւ վարձկանների կոպիտ ձայները, որոնք քննարկում էին, թե որ սենյակն են առաջինը ստուգելու, ստիպեցին Ելենայի սեղմել Մարիայի ձեռքը այնքան ամուր, որ ցավը դարձավ միակ իրական զգացողությունը այս մղձավանջում։ Նա հասկանում էր, որ իրենց ժամանակը սպառվում է, ավազի հատիկների պես, եւ որ այս մարդիկ եկել են ոչ թե բանակցելու, այլ մաքրելու վերջին խոչընդոտները Կարենի ճանապարհից, ինչը նշանակում էր, որ նրանց կյանքը կախված էր մազից։ Հանկարծ հիշողության խորքից Ելենայի մտքում պայծառացավ մի միտք. հոր աշխատասենյակում, գրասեղանի գաղտնի դարակում պահված էր մի հին, բայց հուսալի արբանյակային հեռախոս, որը նախատեսված էր հենց նման ծայրահեղ իրավիճակների համար, եւ որը չէր կախված քաղաքային ցանցերից կամ էլեկտրականությունից։ Սակայն դրա համար նրանք պետք է դուրս գային թաքստոցից եւ անցնեին միջանցքով, որտեղ արդեն շրջում էին զինված մարդիկ, մի ռիսկ, որը հավասարազոր էր ինքնասպանության, բայց այլ ելք պարզապես չկար։ Անին, ով մինչ այդ լուր դողում էր անկյունում, հանկարծ առաջարկեց մի խելահեղ ծրագիր։ Նա պատրաստ էր շեղել վարձկանների ուշադրությունը, կոտրելով հարակից սենյակի պատուհանը եւ փախչելով դեպի այգի, ինչը Ելենային եւ Մարիային կտար մի քանի թանկարժեք րոպեներ աշխատասենյակ հասնելու համար։ Մարիան փորձեց առարկել, բայց Անիի աչքերում վառվող վճռականությունը եւ դրսից լսվող դրան բռնակի պտտման ձայնը ստիպեցին նրան լռել եւ ընդունել այդ զոհաբերությունը։ Երբ Անին անհետացավ մթության մեջ եւ վայրկյաններ անց լսվեց ապակու փշրվելու ուժգին ձայնը, որին հետևեցին վարձկանների գոռոցները եւ վազքի դոփյունը, Ելենան եւ Մարիան, շնչները պահած, սողացին դեպի աշխատասենյակ, որտեղ յուրաքանչյուր ճռռոց թվում էր դատավճիռ։ Նրանք հասան սեղանին, եւ Ելենան դողացող մատներով գտավ թաքստոցի մեխանիզմը, բայց երբ դարակը բացվեց, նրանց սպասում էր սարսափելի անակնկալ։ Հեռախոսը տեղում չէր, իսկ դրա փոխարեն դրված էր մի փոքրիկ թուղթ, Կարենի ձեռագրով գրված ծաղրական գրառմամբ. «Ես միշտ էլ քեզնից մեկ քայլ առաջ եմ եղել, քույրիկ»։ Այդ պահին Մարիան զգաց, թե ինչպես է հուսահատությունը սառը ալիքի պես ողողում իր մարմինը, եւ աշխարհը նրա աչքերում սկսեց պտտվել, իսկ դռան հետևից լսվող քայլերը, որոնք վերադառնում էին, ազդարարում էին, որ թակարդը վերջնականապես փակվել է։
Ելենայի դողդեջուն մատները դեռևս սեղմում էին Կարենի ծաղրական գրությունը, երբ գաղտնի դարակի խորքից դուրս սահեց մի ուրիշ, ավելի փոքր ծրար, որը մինչ այդ աննկատ էր մնացել։ Դա հին դեղնած մի նամակ էր, կնքված Լևոն Արշակյանի անձնական կնիքով, որի վրա գրված էր միայն մեկ բառ՝ Մարիային։ Մարիան, ում աչքերը լցված էին արցունքներով և վախով, դանդաղ վերցրեց ծրարը, կարծես դա այրվող ածուխ լիներ, և բացեց այն, դուրս հանելով մի լուսանկար և խնամքով ծալված նամակ։ Լուսանկարում պատկերված էր երիտասարդ Ելենան, նորածին երեխան գրկին, իսկ նրանց կողքին կանգնած էր մի երիտասարդ տղամարդ, ջերմ և սիրառատ հայացքով, ում դեմքը Մարիային թվաց տարինականորեն ծանոթ, կարծես նա տեսել էր այդ դեմքը հայելու մեջ ամեն օր։ Նամակի առաջին տողերը կարդալիս Մարիայի շնչառությունը կտրվեց և սենյակը սկսեց պտտվել նրա շուրջը։ «Իմ սիրելի թոռնիկ», գրել էր Լևոնը, «եթե դու կարդում ես սա, ուրեմն ես արդեն մահացած եմ, և ժամանակն է, որ դու իմանաս ճշմարտությունը, որը ես թաքցրել եմ 20 տարի»։ Ելենան, տեսնելով դստեր գունատված դեմքը, խլեց նամակը և սկսեց կարդալ բարձրաձայն, իսկ յուրաքանչյուր բառը դաշույնի պես խրվում էր նրա սրտի մեջ։ Նամակում Լևոնը խոստովանում էր, որ 20 տարի առաջ նա ոչ թե ստիպել էր Ելենային հրաժարվել երեխայից, այլ փրկել էր երեխային Կարենից, ով դեռ այն ժամանակ, լինելով խաղամոլ և պարտքերի մեջ թաղված, ծրագրել էր առևանգել նորածնին և փրկագին պահանջել։ Լևոնը, իմանալով որդու դավադիր ծրագրի մասին, կեղծել էր երեխայի մահը և նրան գաղտնի հանձնել մանկատուն, փոխելով անունը, որպեսի պաշտպանի նրան սեփական հորեղբորից, իսկ Ելենային ստել էր, որպեսի նա իր վշտի մեջ անկեղծ լինի և Կարենը չկասկածի։ Բայց ամենասարսափելի բացահայտումը դեռ առջևում էր։ Նամակի վերջում Լևոնը գրել էր. «Ես գիտեմ, որ Կարենը ինձ թունավորում է, նա իմացել է, որ Մարիան ողջ է և որ ես պատրաստվում եմ փոխել կտակը։ Նա սպանեց քո հորը, Մարիայի հորը, 20 տարի առաջ, ներկայացնելով դա որպես ավտովթար, և հիմա նա գալիս է իմ հետևից»։ Ելենան կարդալով այս տողերը զգաց, թե ինչպես է գետինը փախչում ոտքերի տակից։ Նրա ամբողջ կյանքը, նրա ատելությունը հոր հանդեպ, նրա մեղքի զգացումը, ամեն ինչ կառուցված էր ստի վրա։ Նա հասկացավ, որ իրական հրեշը ոչ թե հայրն էր, այլ եղբայրը, ում նա պաշտպանում էր տարիներ շարունակ։ Մարիան, ով մինչ այդ պահը իրեն զգում էր որպես զոհ, հանկարծ հասկացավ, որ ինքը միակն է, ով կարող է կանգնեցնել այս մղձավանջը, քանի որ նամակում նշված էր մի գաղտնի հաշվեհամարի կոդ, որտեղ Լևոնը պահել էր բոլոր ապացույցները Կարենի հանցագործությունների մասին։ Հենց այդ պահին դուռը ուժգին հարվածով բացվեց, և շեմին հայտնվեց Կարենը, զենքը ձեռքին և հաղթական ժպիտով, բայց նրա ժպիտը սառեց, երբ նա տեսավ Ելենայի ձեռքի նամակը և Մարիայի աչքերում վառվող վճռականությունը, որը նա երբեք չէր սպասում տեսնել խեղճ որբի մոտ։ Կարենի սառը հայացքը սահեց Ելենայի ձեռքի դեղնած թղթի վրայով, և նրա դեմքի հաղթական ժպիտը դանդաղ հալվեց, տեղի տալով անասելի կատաղությանը, քանի որ նա անմիջապես ճանաչեց հոր անձնական կնիքը և հասկացավ, որ իր խնամքով հյուսված սարդոստայնը, որը նա կառուցել էր 20 տարի շարունակ, հենց նոր պատռվեց անցյալի ուրվականների ձեռքով։ Զենքի փողը, որը մինչ այդ անփույթ կերպով ուղղված էր կանանց կողմը, այժմ դողաց նրա ձեռքում, ոչ թե վախից, այլ այն գիտակցումից, որ իր առջև կանգնած են ոչ թե երկու անպաշտպան զոհեր, այլ միակ վկաները, ովքեր տիրապետում են իր կործանման բանալուն։ Ելենայի ներսում եռացող խառնաշփոթը, ցավը, ափսոսանքը և կորցրած տարիների ողբը վայրկյանական վերածվեց սառը, բյուրեղացած ատելության, երբ նա նայեց եղբորը և տեսավ ոչ թե հարազատ արյուն, այլ այն դահիջին, ով խլել էր իրենից ամենաթանկը՝ սերն ու մայրությունը, և այդ պահին նրա մեջ մեռավ քույրը, բայց ծնվեց վրիժառու մայրը։ Նա ինստինկտիվ կերպով մարմնով ծածկեց Մարիային, և այդ պարզ շարժումը, որը լի էր մայրական անսահման պաշտպանությամբ, ջնջեց նրանց միջև եղած բոլոր նախկին պատնեշները, ստեղծելով մի անխզելի կապ, որը ամրացված էր ընդհանուր ցավով և վտանգով։ Մարիան, ով րոպեներ առաջ դողում էր անորոշությունից և իրեն զգում էր որպես ճակատագրի խաղալիք, հանկարծ իր մեջ զգաց մի անծանոթ ուժ, կարծես Արշակյանների հպարտ արյունը, որը հոսում էր նրա երակներում, վերջապես արթնացավ, մղելով նրան կանգնել մոր կողքին ոչ թե վախեցած որբ, այլ որպես կլանի օրինական ժառանգորդ, ով պատրաստ է պայքարել իր իրավունքների համար։ Սենյակում տիրող լարվածությունը հասել էր գագաթնակետին, և թվում էր, թե օդը կարելի է կտրել դանակով։
Երբ Կարենը, հասկանալով, որ չի կարող պարզապես սպանել նրանց առանց իմանալու, թե որտեղ են թաքցված ապացույցները, փորձեց փոխել մարտավարությունը եւ առաջարկեց գործարք՝ կյանքը լռության դիմաց։ Սակայն Ելենան, ում աչքերում այլևս չկար վախի նշույլ անգամ, այլ միայն արհամարհանք, սառը ձայնով պատասխանեց, որ միակ գործարքը, որը նա կկնքի, կլինի եղբորը ճաղերի հետևում տեսնելը, եւ որ նամակում նշված կոդը արդեն ուղարկված է վստահելի մարդու, թեև դա սուտ էր, բայց անհրաժեշտ էր ժամանակ շահելու համար։ Այդ պահին դրսից լսվեց ոստիկանական մեքենաների հեռավոր, բայց մոտեցող ձայնը, որը հավանաբար Անիի խիզախ փախուստի եւ աղմուկ բարձրացնելու արդյունքն էր, ինչը ստիպեց Կարենին վայրկյանական շփոթվել եւ հայացքը ուղղել դեպի պատուհանը։ Օգտագործելով այդ չնչին հնարավորությունը, Ելենան նետեց սեղանին դրված ծանր բյուրեղապակյա գրաֆինը ուղիղ եղբոր ուղղությամբ, եւ մինչ Կարենը փորձում էր խուսափել հարվածից, Մարիան եւ Ելենան նետվեցին դեպի գաղտնի դուռը, որը տանում էր դեպի նկուղային լաբիրինթոս, որի գոյության մասին Կարենը գիտեր, բայց չուներ բանալիները։ Նրանք վազում էին մթության մեջ, շնչակտուր եւ սրտատրոփ, բայց յուրաքանչյուր քայլի հետ նրանց վախը փոխակերպվում էր վճռականության, քանի որ նրանք այլևս մենակ չէին, նրանք ընտանիք էին, որը միավորվել էր ամենադաժան հանգամանքներում։ Երբ նրանք հասան անվտանգ թաքստոցին, Ելենան գրկեց Մարիային եւ առաջին անգամ 20 տարվա ընթացքում արտասանեց «աղջիկս» բառը առանց ցավի, այլ հույսով, իսկ Մարիան, սեղմելով մոր ձեռքը, հասկացավ, որ իրական պայքարը դեռ նոր է սկսվում եւ որ իրենք պետք է օգտագործեն Լևոնի թողած ինֆորմացիան ոչ թե պաշտպանվելու, այլ հարձակվելու համար։ Նկուղի խոնավ ու մութ լաբիրինթոսում, որտեղ միակ լույսը Ելենայի բջջայինի թույլ լուսարձակն էր, Մարիան հանկարծ կանգ առավ, եւ նրա աչքերում, որոնք լոպեներ առաջ լի էին վախով, այժմ վառվում էր մի սառը վճռական կրակ։ Նա հասկացավ, որ փախչելն այլևս տարբերակ չէ, քանի որ որքան էլ նրանք հեռու գնան, Կարենի ստվերը միշտ հետապնդելու է նրանց, եւ միակ ճանապարհը ազատության համար անցնում էր հենց գայլի որջով։ Մարիան դիմեց Ելենային եւ առաջարկեց մի խելահեղ ծրագիր՝ օգտագործել նկուղի հին օդափոխության համակարգը, որը տանում էր ուղիղ դեպի տան գլխավոր սերվերային սենյակ, որտեղ պահվում էին ոչ միայն տան անվտանգության տեսագրությունները, այլև Կարենի բոլոր ֆինանսական գործարքների թվային հետքերը։ Ելենան սկզբում փորձեց առարկել, վախենալով դստեր կյանքի համար, բայց տեսնելով Մարիայի անդրդվելի հայացքը, հասկացավ, որ իր առջև կանգնած է ոչ թե երեկվա անպաշտպան որբը, այլ Արշակյանների իսկական ժառանգորդը, ով պատրաստ է պայքարել իր ընտանիքի համար։ Նրանք բաժանվեցին։ Ելենան պետք է դուրս գար գաղտնի ելքով եւ փորձեր կապ հաստատել վստահելի լրագրողների հետ, իսկ Մարիան, սողալով նեղ ու փոշոտ խողովակներով, պետք է հասներ սերվերային սենյակ եւ ներբեռներ բոլոր ապացույցները։ Երբ Մարիան վերջապես հասավ նպատակակետին եւ ցած իջավ օդափոխության անցքից, սենյակում նրան սպասում էր անակնկալ՝ Կարենի գլխավոր հաքերը, ով փորձում էր ջնջել բոլոր տվյալները։ Մարիան, չկորցնելով սառնասրտությունը, վերցրեց սեղանին դրված ծանր մալուխը եւ հարվածեց հաքերի ձեռքին, ստիպելով նրան ետ քաշվել համակարգչից։ Սկսվեց մի լարված պայքար ժամանակի դեմ, քանի որ Մարիան, օգտագործելով իր սակավ գիտելիքները, փորձում էր կանգնեցնել ջնջման գործընթացը եւ պատճենել ֆայլերը, մինչդեռ դրսից արդեն լսվում էին պահակների ձայները, ովքեր նկատել էին աղմուկը։ Հենց այն պահին, երբ ներբեռնումը հասավ 99%-ի, դուռը բացվեց, եւ ներս մտավ Կարենը, կատաղած եւ զենքը պահած ուղիղ Մարիայի վրա։ Բայց Մարիան չընկրկեց, նա նայեց հորեղբոր աչքերին եւ հանգիստ սեղմեց ուղարկել կոճակը, ֆայլերը ուղարկելով Ելենայի նշած էլեկտրոնային հասցեին։ Կարենը, հասկանալով, որ խաղը տանուլ է տրված, փորձեց կրակել, բայց այդ պահին ամբողջ տան լույսերը անջատվեցին եւ միացավ վթարային ազդանշանը, ստեղծելով քաոս, որը Մարիային հնարավորություն տվեց սուզվել մթության մեջ եւ անհետանալ սերվերային սենյակի հետնամուտքով, թողնելով Կարենին միայնակ իր կատաղության եւ մոտալուտ պարտության հետ։ Մարիան, շնչակտուր լինելով եւ սայթաքելով մարմարյա հատակի վրա, դուրս պրծավ սերվերային սենյակի հետնամուտքից եւ հայտնվեց առանձնատան ընդարձակ, բայց խավարի մեջ կորած նախասրահում, որտեղ միակ լուսավորությունը դրսից ներթափանցող ոստիկանական մեքենաների տագնապալի կապույտ փարոսիկների ցոլքերն էին, որոնք պարում էին պատերի վրա ինչպես չարագուշակ ուրվականներ։ Նա փորձեց վազել դեպի գլխավոր դուռը, որտեղ արդեն լսվում էին հատուկ ջոկատայինների հրամանները եւ դարպասների ջարդման ձայները, սակայն հանկարծակի ուժգին հարվածը նրան գետնին տապալեց եւ սառը մետաղի հպումը քունքին ստիպեց նրան քարանալ։
Կարենը, ում դեմքը այլայլվել էր կատաղությունից եւ անելանելիությունից, կանգնած էր նրա վրա, զենքը պահած ուղիղ նրա գլխին, եւ նրա աչքերում այլևս չկար հաշվենկատ գործարարի սառնասրտությունը, այլ միայն վիրավոր գազանի մոլուցքը, ով գիտակցում էր, որ կորցրել է ամեն ինչ, փողը, Իշխանությունը, հեղինակությունը եւ որոշել էր իր հետ անդունդը տանել նաեւ նրան, ով դարձել էր իր կործանման պատճառը։ Կարենը հիստերիկ ծիծաղով գոռաց, որ եթե ինքը չի տիրանալու Արշակյանների ոսկում, ապա ոչ ոք չի տիրանա, եւ որ Մարիան կմեռնի ճիշտ այնպես, ինչպես 20 տարի առաջ մահացավ նրա հայրը իր իսկ ձեռքով։ Այդ պահին աստիճանների վերևից լսվեց Ելենայի ճիչը, մի ձայն, որը լի էր այնպիսի հուսահատությամբ եւ ուժով, որ անգամ Կարենը վայրկյանական ցնցվեց։ Ելենան, ով հասցրել էր դուրս գալ գաղտնուղուց եւ վերադառնալ տուն, տեսնելով իրավիճակը, առանց վարանելու վազեց աստիճաններով ներքև եւ նետվեց եղբոր ու դստեր միջև իր մարմնով ծածկելու Մարիային զենքի փողից։ Դա վճռական պահն էր, երբ ժամանակը կարծես կանգ առավ։ Ելենան, երբեմնի հպարտ եւ անմաչելի երկաթեթի կինը, ծնկի էր եկել ոչ թե աղերսելու, այլ պահանջելու, որ Կարենը կրակի իր վրա, այլ ոչ թե իր դստեր։ Նա նայեց եղբոր աչքերին եւ հանգիստ, բայց պողպատյա ձայնով ասաց, որ իրենց հոր մեղքերը պետք է ավարտվեն հենց այստեղ եւ որ ինքը պատրաստ է վճարել իր լռության գինը սեփական կյանքով։ Կարենը, ում ձեռքը դողում էր, տատանվեց, պայքարելով իր ներսի դևերի հետ, քանի որ քույրասպանությունը վերջին սահմանն էր, որը նա դեռ չէր հատել։ Հենց այդ վայրկյանին գլխավոր դուռը պայթյունով բացվեց, եւ հատուկ ջոկատայինները ներխուժեցին սրահ, զենքերը ուղղելով Կարենի վրա։ Շփոթմունքի մեջ Կարենը փորձեց շրջվել դեպի ոստիկանները եւ հնչեց կրակոցի չոր, խլացուցիչ ձայնը, որին հետևեց ապակիների զնգոցը, հսկայական ջահը պոկվեց առաստաղից եւ ընկավ հատակին։ Սրահում տիրեց մեռելային լռություն, որը խախտվեց միայն ոստիկանների հրամաններով, ովքեր գետնին տապալեցին Կարենին եւ ձեռնաշխտաներ հագցրին նրան։ Ելենան եւ Մարիան, ովքեր գրքախառնված ընկել էին հատակին, դանդաղ բարձրացրին գլուխները, նրանք ոչ էին, կրակոցը դիպել էր միայն առաստաղին, բայց այդ պահին նրանց հոգիներում ինչ-որ բան վերջնականապես մեռավ եւ ծնվեց մի նոր, ավելի մաքուր զգացմունք։ Երբ Կարենին դուրս էին բերում տնից, նա հայացքով փնտրեց Ելենային, բայց քույրը նրան այլևս չէր նայում, նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Մարիայի վրա, ում դեմքից նա դողդոջուն ձեռքերով սրբում էր փոշին եւ արցունքները։ Դրսում փոթորիկը հանդարտվել էր, եւ ամպերի հետևից դուրս եկած լուսնի լույսը լուսավորում էր Արշակյանների կալվածքը, որն այլևս չէր թվում սարսափելի ամրոց, այլ պարզապես մի շինություն, որը ազատագրվել էր իր մութ անցյալից։ Հաջորդող օրերը անցան մղձավանջի պես, հարցաքննություններ, դատական նիստեր, մամուլի աղմուկ, բայց Ելենան եւ Մարիան անցան այդ ամենի միջով ձեռք ձեռքի տված։ Նրանք կատարեցին իրենց որոշումը, հրաժարվելով ժառանգության մեծ մասից հօգուտ բարեգործության, պահելով միայն այնքան, որքան անհրաժեշտ էր արժանապատիվ կյանքի եւ ոսկե օրորոց հիմնադրամի գործունեության համար։ Արշակյանների կլանի հզորությունը փլուզվեց, բայց դրա փլատակների վրա կառուցվեց մի ընտանիք, որը հիմնված էր ոչ թե արյան մաքրության կամ ոսկու քանակի, այլ ներման եւ սիրո վրա։ Ելենան, ով տարիներ շարունակ եղել էր սեփական հպարտության գերին, սովորեց ապրել պարզ կյանքով, իսկ Մարիան գտավ այն, ինչ փնտրում էր ամբողջ կյանքում, ոչ թե միլիոններ, այլ մոր գիրքը։ Անցավ 1 տարի, նախկինում մռայլ եւ լռակյաց առանձնատունը այժմ լցված էր մանկական ձայներով եւ ծիծաղով, քանի որ այն վերածվել էր վերականգնողական կենտրոնի այն երեխաների համար, ովքեր կորցրել էին ծնողներին։ Այգում, որտեղ մի ժամանակ Ելենան մենակ քայլում էր իր տքուր մտքերի հետ, այժմ նստած էին նա եւ Մարիան, հետևելով երեխաների խաղին։ Ելենայի դեմքին հայտնվել էին նոր կնճիղներ, բայց նրա աչքերը փայլում էին մի խաղաղությամբ, որը նա երբեք չէր ունեցել երիտասարդ տարիներին։ Մարիան, ով այժմ ղեկավարում էր հիմնադրամը, դարձել էր ավելի ինքնավստահ եւ գեղեցիկ, բայց պահպանել էր իր պարզությունն ու բարությունը։ Նրանք հասկացել էին ամենակարևոր դասը. մթության մեջ թաքնված մեղքը կարող է աճել ամենադառը արմատներով, բայց ճշմարտության լույսը եւ ներելու կարողությունը իզորու են բուժել անգամ ամենախորը վերքերը։ Իսկական հարստությունը ոչ թե սառը ոսկին է, որը կարող է վանդակ դառնալ, այլ այն տաք արյունը եւ սերը, որը կապում է հարազատներին։
Սիրելի դիտողներ, մենք ավարտեցինք մեր պատմությունը։ Արդյոք դուք կկարողանայիք ներել ձեր հարազատին, եթե հայտնվեիք Մարիայի տեղում, թե Կընտրեիք վրեժը։ Գրեք ձեր մտքերը մեկնաբանություններում, քանի որ ձեր կարծիքը մեզ համար իսկապես կարևոր է։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս լարված ճանապարհին, եւ հիշեք, երբեմն ամենամեծ գանձը գտնելու համար պետք է կորցնել ամեն ինչ։ Մինչ նոր հանդիպում։